Սեբաստիան Բարեձեր, շնորհակալ որ եկաք տաղավար, խնդրեմ, ձեր հետևում այս պատկերն է, ինչին ականատեսը եղանք մենք երեք Հովանավանքում, ինչպես պարոն Մարգարյանն է ասում, փորձում են Հովանավանքը օկուպացնել, ինչպես Դավիվանքն է օկուպացված, բայց դա էլ է ժամանակավոր, սա էլ կասնի։ Եվ երեք նաև այս խայտարակությունը, որ ամրացվեց Նիկոլ Փաշինյանը, ցուցիչն է, թե ինչքան գիտակից է հայ մարդը եւ հասկանում են, որ այս ֆարսին, այս ամեն ինչին իրենք մասնակից չեն լինելու եւ դրա համար ըստ էության Փաշինյանը գուցե չի բավարարվել եւ այսօր բավարարության տեսանյութ հրապարակել, որ ինքը հաջորդ կիրակի եւս լինելու է Հովանավանքում։ Խնդրեմ այս իրողությանը անդրադառնալ, պատիվ մեր երկու հայրենակիցների, չնայած ընթացքում ցույց կտանք, ինչպես մեկ ուղղակի բղավեց այդ կարգալույծ եղած Ստյոպայի դեմքին, թե ով է ինքը եւ իրավունք ունի պատարակ կառավարելու, եւ մյուս քաղաքացին համայնքական ճակատի ներկայացուցիչներից էլ խլեց ուղղակի, ոչ թե խլեց, այլ վերցրեց Սուրբ Գիրքը այդ կարգալույծ եղածի ձեռքից, խնդրեմ։ Գիտեք, մեկնաբանել այն ինչ որ Նիկոլն է ուզում իրականացնի, արդեն դարձել է զավեշտ։ Երևի տեղյակ եք, որ ասում էր, որ 10,000-ից ոչ պակաս մարդիկ են գալու, ինքներդ դիտեք և տեսեք, երևի լավագույն դեպքում 500-ից 600, այն էլ պետք է նաև հաշվել ինչքան ոստիկան կամ ոստիկանի ոչ քաղաքացիական հագուստով ոստիկան է այնտեղ հավաքված եղել, ինքը շատ լավ է հասկանում, թե ինչ վարկանիշ ունի ինքը և իր իշխանությունը։ Եվ ամեն գնով փորձում է իրականում հասարակության միջև բախումներ ձևավորել, ուզում է պատը պատին դեմ տա, որպեսզի դրանով օգտվի, չեմ ուզում ասեմ ինչպես, բայց ինքը արդեն դա է, դրան է գնում, որովհետև այն ատելությունը, որը սերմանեց մարդկանց, որոշ մարդկանց ուղեղի մեջ, այն հեգնանքը մեկը մյուսի նկատմամբ, այն հայհոյանքների տարափը, դա իրեն դեռ չի բավարարում, որովհետև այդ ամբողջը եղել է իր իշխանության օրոք։ Այս համացանց կոչվածը հենց իր օրոք և իր օրինակով հավանաբար սկսել է այս ամբողջ, ես չգիտեմ դա ինչպես անվանեմ, բայց ամենայն դեպս մեկը մյուսին վիրավորելու, հայհոյանքներ տարափ ներկայացնելու մեկը մյուսի համար, սա աննախադեպ անբարոյականության մի իրավիճակ է։ Երբևիցե այսպիսի իրավիճակ երկրում չի եղել։ Ինչքան էլ մենք խոսենք նախկիններ, չգիտեմ անցած տարիների վերաբերյալ, ամբողջ խնդիրը նա էր, որ հավանաբար ժողովրդի այն հատվածը, որը ձայն էր տալիս այս նոր այսպես կոչված իշխանությանը, հույս էր ունենում, որ բոլոր անցյալի արատները պետք է գա ու մաքրի տանի։ Ինքը եկավ ավելի արատավորեց ամբողջը։ Ինքը եկավ և իբր պայքար մղելով այսինչ երևույթի կամ այն երևույթի դեմ, սկսեց սերմանել այդ սև ու սպիտակն ու ատելությունը և այլն։ Հիմա ինչին հասար։ Երեք մենք էջմիածնում էինք, պատարակներ, Սուրբ պատարակին մասնակցեցինք։ Ես հավատացնում եմ, այնտեղ հավաքվածները անհամեմատ ավելի շատ էին, քան թե իհարկե այս եկեղեցու մոտ, և տարբերությունը հետևյալն էր, ոչ ոք այս մարդկանց չէր պարտադրել գալ։ Մարդիկ եկել էին որպես հավատացյալ, եկել էին մայրաթոռ, եկել էին, որ վեհապարին նաև աջակից լինեն և ընդհանրապես մեր առաքելական եկեղեցու արժեհամակարգը պաշտպանելու համար։ Սա ամենակարևոր եզրույթն է, որ ուզում եմ ձեզ համար շեշտեմ։ Այո, այնտեղ հավաքվել էին մարդիկ, ովքեր հասկանում էին, որ մեր ազգային արժեհամակարգը այսօրվա դրությամբ հայ առաքելական եկեղեցին և վեհարանը պահպանում են։ Ինչ էլ ուզում են այնտեղ օրինեն, ասեն, չգիտեմ, փորձեն վարկաբեկել այս կամ այն անձին, սա մի ահավոր խայտառակություն է, ոչ մի նորմալ մարդ, էլ չեմ խոսում տղամարդ, եթե տղամարդ է, չի գնում այդպիսի քայլերի, ինչպիսին, ես անունները չեմ ուզում տամ, ինչ են անում, ինչ տեսահոլովակ կոչվածներն են ուզում ներկայացնեն, որպես իրենց ասածը հաստատեն, մեկն ասում է,
ես միշտ ասել եմ, սկզբից գնա հայլում նայի տես ով է մեղավոր, հետո նոր մյուսին մեղադրի։ Մի հատ նայի դու ինչ ես քեզնից ներկայացնում։ Այդ դեպքում նոր կարելի է ինչ-որ իրավունք ունենալ, որտեղ դու ինչ դատավոր, դու ով ես, որ դատավոր լինես։ Ուրիշների ուրեմն մեղքերը առաջ բերես նաև ասես տեսեք, այո, կեղծ տեսանյութեր պատրաստեք եւ այլն։ Այս ամբողջը խոսում են նրա մասին, որ այս մարդիկ իրականում արդեն շփոթվել են, չեն հասկանում, ինչպես անեն, որպեսզի մի քիչ երկարաձգեն իրենց իշխանությունը։ Սխալվեց ժողովուրդը ձեզ ձայն տվեց, հիմա արդեն հասկացել է, բացարձակ մեծամասնություն այդ ամեն հասկացել է։ Եվ ինքն էլ լավ գիտի, որ իսկապես դեպի 0 է գնում այդ վարկանիշը իրենց։ Եվ հիմա հորինում է ամեն ինչ, միայն թե մենակ եւս բախումներ, սա է իր նպատակը։ Պատը պատին դեպ տալ։ Չի լինելու դա։ Հայ ժողովուրդը շատ ավելի իմաստուն է։ Եվ այո, օրինական ճանապարհը հեռացնելու իմպիչմենտն է եւ ընտրություններն են։ Բայց այս երկու երևույթը պետք է տարանջատել, միանշանակ։ Որ եթե իսկապես ժողովուրդը հասկանում է, որ այլևս այսպես շարունակել չի կարելի, ուրեմն գնում է իմպիչմենտի ճանապարհով։ Եվ երկրորդը, երբ որ տեսեք, գլուխ են գովում, թե մենք էս ենք արել, են ենք արել, դպրոց ենք կառուցել, մանկապարտեզ ենք վերանորոգել, ասֆալտ ենք փռել, բա կառավարության գործը ո՞րն է։ Բա դուք դրա համար էլ կառավարություն եք կազմել, որպեսզի այդ բոլոր հարցերը լուծեք։ Բայց քանի դպրոց հանձնեցին։ Այդ լա թողնում եմ մի կողմ, ես հələ թողնում եմ մի կողմ, ասենք թե արել են, ինչ որ լավ իրենց պատկերացմամբ լավ գործ են արել։ Ասած 500-ից իհարկե չգիտեմ, 10 հատ արել են, թե չէ։ Բայց դա չի նշանակում, որ դուք պետք է կանգնեք դրանով, ուրեմն պարծենաք, թե տեսեք Կիրանցում մի հատ այսպիսի դպրոց են կառուցել, պատ են կառուցել, որովհետև դպրոցում որպեսզի հանգարց մարդկանց տրամադրությունը չգնի, երեխաները անվտանգ լինեն։ Ո՞վ է տեսել սահմանին պատ։ Ով։ Այդպիսի սահման չկա ընդհանրապես։ Ոչ մի պետություն այդպիսի սահման չունի։ Եվ այնելում հետ, ինչ ասել, որ մի տարի արդեն մեր ուրեմն զինվորներից ոչ ոք չի զոհվում։ Շատ լավ, հիանալի։ Դա նորմ է։ Բայց ինչ է պատրաստվում անել, եթե հանգարց դու ինչ-որ մի բանը թարս անես, քո հակառակորդը, քո թշնամին։ Մի հատ եկեք այս տեսանկյունից նայենք։ Ես մի անգամ չէ, բայց հիմա ավելի վստահ ասում եմ։ Այն ինչ որ կատարվում է մեր երկրի, մեր պետության դեմ, արտաքին ուժերի կողմից, այո, սա դավադրություն է հայոց պետականությունը վերացնելու, հայ ժողովրդին նվաստացնելու, որ նրա ամբողջ իր հիմնարար դերակատարությունը վերանա ընդհանրապես։ Պարոն Սարգսյան, բայց նորից գալով այդ հովանավանքին, ինչ է ձեզ չի բավարարվել, այդ պատկերից ինքը չի ստացել այդ ինչ-որ։ Դե հիմա տեսել է, չէ՞։ Ես կարծում եմ, քանի հոգու վրայից են որ ասում են շալվարը հանելա, չգիտեմ, որ ոնց է որ չեք ապահովել այդ քանակությամբ ժողովրդին, չգիտեմ, բայց ամենայն դեպս այն ինչ որ իրենք այսպես վերամբար ձևով հայտարարեցին 10,000 հոգի կգա, կհավաքվի, ժողովուրդը հասկացավ, չէ, որ ուր եք տանում իրենց, որ տանում եք ինչ որ մի ավանտյուրայի, տանում եք որպեսզի մարդիկ հետո չիմանան ոնց են այդ կեղտից ազատվելու, որովհետև եթե իրենք գնում են մի կարկալույցի հետևից կամ նրա մոտ, ուրեմն կնշանակի իրենք էլ են մեղք վերցնում իրենց վրա։ Ինչ սահմանադրության մեջ հստակ գրված է։ Հիմա տեսեք, սահմանադրության կետերի խախտում։ Սահմանադրությունում գրված է, որ եկեղեցին անջատ է պետությունից։ Եկեղեցու գործերին պետությունը չպետք է խառնվի։ Ինչ օրինեց, նրանք էլ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են։ Այո, եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացին իրական նորից եմ կրկնում հանցագործություն կատարած լինի, այդ դեպքում այո, իրավապահ մարմինը իրավունք ունի նրան պահանջելու ուրեմն։
տեսար, որ կուսակրոնության այդ գաղափարը կորավ գնաց, որովհետև վերջով այդ ամբողջը եկեղեցու ներքին գործն է, երբ նրանք այդ հոդվածից կարող է եւ հրաժարվեն, որը ես կարծում եմ շատ ճիշտ կլինի, իդեպ ժողովրդին եւս մեկ անգամ հիշեցնենք, ես չեմ որ պետք է դա ասեմ, բայց ամեն դեպքում նաեւ դուք իմանաք, որ կուսակրոնության գաղափարը առաջ է եկել, երբ որ Գրիգոր Լուսավորիչի տղաները մեկը մյուսի հետևից դարձել են կաթողիկոս, որպեսզի այդ ավանդությունը կամ չգիտեմ, չդառնա դա ավանդություն, որպեսզի դա չլինի, որ հորից տղա եւ այլ այդ տղայից տղա գնա, որոշվել է, որ այո, ավելի ճիշտ է, որ կուսակրոնություն ընդունեն եւ այլն։ Բայց էլի նորից եմ կրկնում, իրենք կարող են հրավիրել իրենց համաժողովը կամ խորհուրդը, հոգեվոր խորհուրդը եւ այլն այդ հարցը լուծել։ Որովհետև դա բնական երևույթ է։ Հիմա նոր բաներ օրինել։ Ես լսեցի, որ ասեցիք Վարդան Ղուկասյանի նկատմամբ։ Այո, Վարդան Ղուկասյանի նկատմամբ նոր հոդված է միութենական պետության վերաբերյալ մտքերի համար։ Ես իսկապես չեմ հասկանում, ձեր ուղեղում ոնց է, ինչն է աշխատում, որպես այսինքն միտք արտահայտելու համար կարելի է մարդուն մեղադրել։ Ինքը գործողություն է արել, կամ եթե անգամ գործողություն արած լիներ, բերեր ձեզ խորհրդարանում, ասեր, գիտեք ինչ, առաջարկում եմ այս գաղափարը քննարկել։ Դա պետք է համարեիք հանցագործություն։ Լրիվ է ձեր ուղեղս են մթագնել, հա, այդ ատելությունից։ Վերջով, լավ, ժողովուրդն է ձեզ վրա ծիծաղում արդեն։ Միջազգային հանրությունն է ձեզ վրա ծիծաղում։ Այդ ոչ մի բան չի նշանակում, երբ որ բոլոր երկրներում ձեզ ընդունում են։ Իրենց համար ինչ նշանակություն ունի։ Հայաստանը եկել է ինչ որ մեկը, որ մեկն էլ որ գնա ասի թե հիշեցնի, որ ես Հայաստանի Հանրապետության վարչապետն եմ։ Այնքան անհայտ անձ է, որ ստիպված լինի մյուս պետության ղեկավարին ասի, որ ես այսինչ անձն եմ։ Եվ մեկն էլ սկսի բացատրել, թե բայ ինչ է եղել, որ մեծ ուրեմն գերտերության ղեկավարը ամեն օր տասնյակ հարյուրավոր մարդ է տեսնում, որովհետև այդ տղային էլ էս տղայի է ասում, կամ էլ չգիտեմ, հայրենակիցը դուր է ասում է։ Այսինքն մենք հասել ենք մի այնպիսի մի նողկալի վիճակի, որ իրոք երբևիցե հայ մարդը, հայ ժողովուրդը երբևիցե այս վիճակում չի եղել։ Ես ես հավատացնում եմ, երբ որ մենք բանակցում էինք Ադրբեջանի պաշտոնատար եւ ոչ պաշտոնատար մարդկանց հետ, նրանք աղերսում էին մեկ բանի մասին։ Ասում էին, դուք հասկանում եք, մենք որ գնանք Բաքու, մեզ դավաճան են անվանելու, եթե մենք գոնե մի բան այստեղից մեզ հետ չտանենք հուսադրող։ Ասում էին, մենք պարտված ենք, հիմա դրա համար մենք ասում ենք, մի բան արեք, որպեսզի մենք էլ մեր ժողովրդի առջև սև չդոզգանք, այսպես ասած։ Այդ վիճակում են եղել ախր նրանք։ Նրանց խնդրանքը, աղաչանքը եղել է, լավ, գոնե մի երկու շրջան մեզ հիմա հետ տվեք, որպեսզի մենք կարողանանք էլի նորից շարունակել ձեզ հետ բանակցել։ Հիմա իհարկե ոնց եղավ, որ եկան հասան դրան, բայց եկավ նաև այն, որ միանշանակ Արցախի հարցում ամենամեծ մեղքը եւ պատասխանատվությունը իհարկե Նիկոլ Փաշինյանի վրա է։ Երբ որ մարդը դիվանագիտությունը եթե հասկանար, երբևիցե չէր գա ասի ես 0-ից եմ սկսում։ 30 տարի համարյա 30 տարի։ ԵԱԿ Մինսկի խումբը զբաղվում էր ուրեմն միակ կոնֆլիկտի հարցով, խաղաղություն հաստատելու հարցով, եւ այդ տարիների ընթացքում բավական մեծ աշխատանք էր կատարված, եւ արդեն իսկ գոնե այն էր մեր սրտով չէր, ես ձեզ ասեմ, մենք որպես ընդդիմություն դեմ էինք այդ մադրիդյան սկզբունքների որոշակի այդ սկզբունքներին, բայց այն ժամանակ գոնե այնտեղ գրված էր, որ Արցախի հիմնահարցի կարգավորումը, նրա կարգավիճակի հարցը որոշակիորեն հետաձգվում է
որպեսզի նոր պայմաններում, արդեն որոշ խաղաղ պայմաններում կարելի լինի անցկացնել հանրաքվե։ Այսինքն ընդունվում էր Արցախի հայության ինքնորոշման իրավունքի իրականացումը ու դու հանգարց գալիս ես ասում ես ես զրոյից եմ սկսում։ Դե որ զրոյից ես սկսում, էլ քեզ հետ ով գլուխ դնի։ Ելով իզուր տեղը էլի նոր տարիներ շարունակ ինչ որ նոր բաներ առաջարկի։ Այս սա է եղել։ Եվ էս է որ որոշակի այսպես ասած շրջանակներ նաև չեն կարողանում այս ամենը ներկայացնել ժողովրդին։ Սա շատ լուրջ հարց է։ Դրա համար է որ մենք ասում էինք որ ժողովրդին նաև պետք է ներկայացնել բոլոր այն ոնց որ մենք արեցինք միասին շարժումը պատրաստեց այդ գրքույկը 100 պատճառ ինչու պետք է նա հրաժարական տա։ Հիմա էլ էր պետք մարդկանց ավելի մանրամասն ներկայացնել բոլոր այն ամեն քայլերի հետևանքը, որը եղավ այս 7.5 տարվա ընթացքում։ Այսա լուրջ խնդիր է։ Եվ կբերեր նրան, որ գեներացներ նոր շարժում արդեն իմպիչմենտի հետ կապված։ Հիմա տեսեք, պարոն Սարգսյան, հայտարարությունը, որ Ադրբեջանը վերացնում է դեպի ՀՀ տարածման սահմանափակումները, պատմական իրադարձություն է։ Կարևորը, որ Հայաստանն էլ համապատասխան քայլեր անի, ասում է Նիկոլ Փաշինյանը։ Ինչի մասին է խոսքը, մի փոքր մանրամասն խնդրում եմ ներկայացրեք, եւ նաեւ որպեսզի ձեզ չընդհատեմ, ցորենի հացի այդ մանիպուլյացիան ադրբեջանական, որ իրենք տանում են, խնդրեմ։ Նո առաջին հերթին, երբ որ Ալիևը այսպես ասում ենք հպարտությամբ, որ ինքը հանում է այդ սահմանափակումները, գիտեք, նորմալ պետության ղեկավար պետք է սկզբից դատապարտեր այն ինչ որ արել է մինչև այսօր, այդ բլոկադան, որը 35 տարի է, 93 թվականից Թուրքիան էլ հայտարարեց։ Ուրեմն այդ տարիների ուրեմն եղած վնասը, որը հասցվել է Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից Հայաստանին, եկեք մի հատ հաշվենք։ Տեսեք, նրանք նստած հաշվում են, թե օկուպացիայի, այսպես կոչված օկուպացիայի ընթացքում ինչպիսի վնասներ է կրել Ադրբեջանը։ Իսկ այս կառավարությունը հաշվարկանում է, թե 32 տարվա ընթացքում բլոկադայի պայմաններում Հայաստանը ինչպիսի կորուստներ է ունեցել։ Դրան գումարած 10 ամսվա բլոկադան, որը եղավ Արցախի ժողովրդի նկատմամբ։ Ինչ է ասում Ալիևը։ Հպարտությամբ ասում է, որ ես հանում եմ այդ սահմանափակումները, այսինքն մենք իրականում կարող ենք բեռները տեղափոխել դեպի Հայաստան։ Եվ առաջի, այսպես ասած, լուրը գալիս է ուրեմն ցորենի տեսքով։ Առաջինը սկսենք նրանից, ես չգիտեմ նրա գինը այդ ցորենի։ Ես չգիտեմ նրա որակը։ Ես չգիտեմ ինչու մենք պետք է ցորեն գնեինք արդեն այլ տեղից, երբ որ մենք եւս առնվազն մի 20% կորցրել ենք Արցախի տարածքում աճած ցորենից։ Եվ ինչու չենք մենք մեր տարածքում, որտեղ անգամ անջրպետ հողերի վրա, ելի նորից կարող էինք ցորեն աճեցնել եւ շատ ավելի պակասեցնել մեր կախյալությունը դրսից։ Բայց այդ լավ մի կողմ դրած։ Ալիևը, եթե հիմա ցորենը ուղարկում է, ինչ է պահանջել, ճիշտ էին որոշ մեր քաղաքագետներ, որոնք ասում էին շատ լավ, դրա դիմաց ինչ եք տալու։ Դուք կարծում եք այդքան մենք միամիտ լինենք, որ կարծենք, թե Ալիևը հենց այնպես որոշեց այդ քայլին գնալ։ Արդյոք նորից այդ միջանց գաղափարը չի գլխավորը իրենց համար։ Եթե այդ ճանապարհով մենք երկաթգիծը չունենք, որպեսզի նա ամբողջովին երկաթգծով գա, դա նշանակում է, որ էլ նորից ֆուրերով պետք է գան։ Այդ նշանակում է, որ որոշակիորեն էլի նորից ադրբեջանական հավանաբար, չգիտեմ, շատ խիստ կասկածում եմ, որ հայկական ֆուրերը պետք է գնան Ադրբեջան, այդ ցորենը այնտեղից վերցնեն, բերեն։ Խիստ կասկածում եմ։ Ուրեմն կնշանակի էլի միջանց կորիդորի հարցն է էլի նորից գալիս առաջ։ Կնշանակի, որ նրանց այդ 300,000 ադրբեջանցի, որոնք որ իրենց հայրենիք պետք է վերադառնան, չեն հրաժարվում այդ գաղափարից։ Էլի նորից Մեջլիսի ուրեմն падգամավոր ասում է ինչ կապ ունի Հայաստանը այդ աշխարհագրական անվանումը, թե ինչ է, դա մեր հայրենիքն է։
Մարդիկ չեն թաքցնում իրենց իսկապես այն մտահղացումը, որը ունեն։ Այսինքն այս ամբողջը գալիս է նրանից, թե երբ է այդ անեքսիան լինելու։ Նորից եմ հիշեցնում բոլորին։ Թուրքիայի տրանսպորտի նախարարը հստակ պատասխանեց Նիկոլ Փաշինյանին, որ այդ միջանցք հասկացողությունը դա այն ճանապարհն է, որը ուրեմն ապահովելու է թուրքալեզու պետությունների միասնությունը։ Էլ ինչ է ձեզ պետք, որ դուք հասկանաք, որ այս պայմաններում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև այս խաղաղություն կոչվողը բացարձակ գինը շատ թանկ է, շատ թանկ, որովհետեւ դուք այն հզորությունը, որը դուք պետք է ունենաք տնտեսական առումով, պարենային անվտանգության հարցում, իհարկե պաշտպանական հարցում, դուք այսօր չեք ապահովում, դուք չեք զարգացնում ձեր ռազմաարդյունաբերությունը այն աստիճանի, որպեսզի միշտ հակառակորդը թշնամին իմանա ինչքան էլ որ դուք իրեն զիջեք, բայց ինքը կստանա համազոր պատասխան։ Ուրեմն դուք այս ամենը չեք անում, ուրախանում եք մի բանից, որ կարող է պատահի Ադրբեջանը, ինչպես ռուսն ասում է, զբարսկը պլիչա մի բան գցում է ձեզ, որպես բան, ասում է լավ, գնացեք սրանով բավարարվեք։ Դրա համար խոսել հաջողությունների մասին, որ իբր ամրապնդվում է այս խաղաղությունը, ես ուղղակի չեմ հասկանում, ես մարդիկ կամ իրենց ուղիղները անջատել են այդ ուղղությամբ չեն էլ հասկանում ինչ են անում, կամ էլ իսկապես դիտմամբ են անում, էս է հարցը։ Բայց ես այս ամենը ինչ որ ես տեսնում եմ մեր պետության շուրջ, ես այո, տեսնում եմ որոշակի գաղտնի ծառայությունների երկարատև տարիների գործողությունների արդյունք։ Սա մի տարվա չի, 5 տարվա չի, սա երկար, այո, շատ լուրջ ձևով նախապատրաստված այսպիսի գործողություններ են, որովհետև դաստիարակվեց մի սերունդ, որը իսկապես ազգային արժեքները գցեց մի կողմ եւ իրոք դարձավ, այսպես ասած, ապազգային մի բազմություն, որը որ իրականում իրեն համար մեկ է, սա որտեղ կլինի, ինչ կլինի, անունը ինչ կլինի, Արարատ կլինի, թե Արագած, ուրեմն փոխարինենք Արագածով ամեն ինչ լավ կլինի։ Հետո վաղներ Արագածից կհրաժարվեք։ Այնպես որ ցավում եմ, բայց մեզ համար դեռ շարունակվում են շատ անցանկալի ժամանակներ եւ ինչպիսի ուրեմն հետևանքները բերելու արդեն տասնյակ անգամ ասել ենք։ Այսօր հոկտեմբերի 27-ն է, պարոն Սարգսյան։ Ըստ էության հոկտեմբերի 27-ի իրական շահառուներն ինչ չհաջողեցին 2008-ին, իրականացրեցին 18-ի եւ ունենք այսօր այն աղետը, ինչի մեջ հիմա մենք ապրում ենք։ Խնդրեմ ես մասով ձեր կարծիքը։ Ես գալիս եմ այսօր Պանթեոնից լուսահոգի Կարեն Դեմիրճյանի մահվան տարելիցն է, չնայած մահ բառը իրեն չի սազում, որովհետև ինչպես մեր բոլոր այն մեծերի, որ այնտեղ են, հանգչում։ Եվ ես ձեզ ասեմ, որ իմ անձնական հարաբերությունները Կարեն Դեմիրճյանի հետ ինձ համար շատ թանկ են եւ շատ ուսալի է եղել ինձ համար իր հետ շփվելը։ Գիտեք, պարզ երևում էր, որ այդ սերունդը, որը ծնեց այդպիսի տաղանդավոր մեծանուն մարդկանց, այսօր հանկարծ ամայացավ այս տարածքը։ Սա մի ահավոր մի իրավիճակ է։ Ես չեմ ասում, որ հայ ազգը այլևս չի բերել շատ տաղանդավոր մարդկանց։ Աշխարհով մեկ տարածված են հայերը, տաղանդավոր հայերը։ Հայաստանում այսօրվա այսպես կոչված մտավորականության շրջանում հատուկենտ մարդիկ են, որոնք արժանի են ասելու, որ այո, նրանք ազգային գաղափարախոսություն կրողներ են։ Ես անունները չեմ տալիս, որովհետև դա ինձ ես վայել չեմ համարում այդ հարցերը բարձրացնել, բայց ես ասում եմ, որ մենք իրականում այսպիսի իրավիճակում ենք։ Կարեն Դեմիրճյանը արել է այն, ինչ որ
տարիների ընթացքում իր նախորդները նույնպես որոշակիորեն բերեցին, հասցրեցին այդպիսի մի Հայաստանի Հանրապետության, որով մենք պարծենում էինք։ Բոլոր արատները իրենց այդ համակարգի կային, մենք դա շատ լավ գիտեինք, բայց այդ համակարգում ձևավորվեց մի այդպիսի պետություն, Հայաստանի Հանրապետություն, որը այդ տարիների ընթացքում եւ իր ազգային գաղափարախոսությունը կրող մարդկանց դաստիարակեց եւ արվեստը բարձր մակարդակի պահեց, գրականությունը, թատրոնը, ես որը գիտությունը, որովհետեւ Կարեն Սերոբչյանն ասում էին Կարեն շինարար, բայց ինքը նաեւ Կարեն, որը արդյունաբերություն էր զարգացնում երկրում, գյուղատնտեսության հանդեպ էր մեծ ուշադրություն։ Մի բան հիշեմ, ասեմ, որ ինձ վրա շատ մեծ տպավորություն թողեց, երբ որ ուրեմն ինձ պետք է ընդունեին այնտեղ աշխատանքի, չնայած ես ժուրնալիստ չէի ձգտում դրան, բայց ինձ ասեց, քեզ տանում են մի ինֆորմացիայի ուրեմն կենտրոն, որտեղ ամեն ինչն է կենտրոնացած, իսկ եթե դու ինչքան շատ իմանաս, այնքան շատ կլինի քո ուղեղի հզորությունը։ Ինքը չնայած դա ռուսերեն ասեց, բայց ուրեմն այդ նախադասությունը մնաց իմ մոտ, որովհետև ինչքան շատ գիտելիք ունենաս, այդքան քո ուղեղի հզորությունն է ավելանում։ Ու ինքը այդպիսին էր իմիջելուց, որովհետև ամեն օր, եթե դուք հանգարց մտնեիք իր առանձնասենյակ, իր սեղանի վրա նորագույն գրականությունն էր։ Ճապոնիայի այսինչ արդյունաբերության զարգացման հետ կապված, չգիտեմ, Չինաստանում ինչ է կատարվում, Միացյալ Նահանգներում ինչ է, ինքը գիտեր աշխարհի բոլոր այդ նորագույն ուրեմն ձևավորումները, որոնք կան։ Հիմա դուք պատկերացնում եք տարբերությունը։ Թե ինչով էր զբաղված այն ժամանակվա պետության ղեկավարը, ինչով է զբաղված այսօրվա իշխանության աթոռը զբաղեցրած մարդը։ Դրեք, համատեք։ Եվ մի կարծեք, որ այլևս չկան այդպիսիք, որ չկան այդ մարդիկ, որոնք որ կարող են նույն ձևով փոխել իրավիճակը։ Բավական է անընդհատ կենտրոնացած ելնեք 2-3 անունների կամ 4 անունի վրա։ Փնտրեք, գտեք եւ վստահեք։ Փոխվել է, չափորոշիչներն են փոխվել, զարմանալին դա է ինձ համար։ Մարդիկ սկսել են մենակ մտածել, թե ով ինչքան շատ փող ունի, որը որ կարող է դրան իրեն հաջողության բերել։ Այդպիսի հաջողությունը մենք տեսանք ինչի է բերում։ Հիմա փոխել է պետք իրավիճակը։ Այնպես որ ես այս ամենից միայն մեկ եզրակացություն։ Մենք չենք կարող որևէ մի բան դնել նույն քշերքի վրա եւ ասել, որ գիտեք ինչ, տեսեք, եկեք համատենք, անհամատելի է։ Այդ ո՞նց եղավ։ Մտափոխվեցի՞ր։ Հա, եթե իմանար, որ ինչով է զբաղված ինքը։ Իդեպ ասեմ, ես Վազգեն Սարգսյանի հետ նույնպես ունեցել եմ իմ հարաբերությունները եւ ասեմ, որ միանշանակ բոլոր իր մասին չգիտեմ, ինչ կարող են հորինեն, չհորինեն, բայց որ Վազգենը պետականամետ անձնավորություն էր, դա միանշանակ է։ Որ նա պետության համար կյանք կտար, դա ես համոզված եմ ուղղակի։ Նա որ հատկապես վերջի տարիներին, 2-3 տարվա այդ ընթացքում շատ ավելի արդեն հմուտ դարձավ, շատ բան գիտակցեց եւ միակ իր սխալը եղավ նա, որ ինքը համոզված էր, որ իր դեմ ոչ ոք դուրս չի գա։ Մոռանալով, որ այո, կան նաև պատրաստված անձեր, որոնք կարող են այդպիսի դավադրության գնալ։ Եվ մենք հիմա էլ պետք է հասկանանք, որ դավադրություն, այո, կա եւ նպատակը պարզ է։ Հայաստանի Հանրապետությունը չպետք է ունենա այն դերը, այն հնարավորությունները,
որպեսզի ունենա նաև այս տարածաշրջանում եւ ինչու՞ չէ աշխարհում նաև իր հնարավորության դրսևորումները։ Այս դրա մասին է խոսքը։ Եվ ստացված իրավիճակը ինչ սպասել հաջորդ կիրակի, երբ որ ինքը նոր է նախաձեռնելու։ Եվ գիտեք ինչ, ես ասում եմ, արդեն մարդ պետք է այդ աստիճանի ուրեմն հեռատես չլինի, մեղմ եմ ասում, որ չհասկանա թե ինչ է լինի։ Հա, լավ, զորով ասենք թե հավաքեցիր, վերեցիր։ Այս անգամ պետք է գային մարդիկ, եթե քեզ հավատում էին։ Բայց ինչին հավատան։ Ինչին հավատան, ինչ որ ասեն, որ ինչի համար է Նիկոլես ամեն ինչ անում, ինչի համար է բերում այդ ուրեմն եկեղեցում կարգալույցի մոտ հաղորդություն ստանալու։ Բայց Հռոմի պապից ոնց ստացար այդ հաղորդությունը։ Եթե ես ճիշտ եմ հասկանում, դա միայն ու միայն այն եկեղեցու ուրեմն ենթականես, որից հաղորդություն է ստանում, այդպես է կարծեմ։ Այնպես որ այստեղ երկրորդ անգամ, երրորդ, թող նորից փորձի ոնց էր այդ խաղը, ասում են նորից փորձի, դե թող փորձի, բա ինչ ասեմ։ Բայց իհարկե ժողովուրդը պետք է հասկանա, որ ամբողջ իր նպատակը նորից եմ կրկնում, բախումներ առաջացնելն է, որպեսզի հայ մարդու դեմ դուրս գա եւ ինքը դրանից օգտվի։ Արդակարգ դրություն մտցնի։ Էդ էլ է անելու։ Եվ մենք այդ բոլորը պետք է հասկանանք եւ թույլ չտանք։ Այստեղ է որ միասնության գաղափարը նորից առաջ է գալիս։